Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ ՄԱԿ-ի համաժողովին մասնակցելու նպատակով առաջիկա օրերին Հայաստանի նախագահ Վագն Խաչատուրյանը եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվեն Նիցայում։ Ծրագրված են նաեւ երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ Արդեն կայացել է Միրզոյանի հանդիպումը ֆրանսիացի գործընկերոջ հետ։ Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ։ Այսօր պատվիրակության ընդունել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Ազգային ժողովում շարունակվում է 24 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին զեկույցների նախնական քննարկումները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր ելույթում նշել է, որ գերատեսչության բյուջեի կատարողականը եղել է մոտ 96%։ Գումարը ծախսվել է 4 խոշոր ծրագրի իրականացման նպատակով, այդ թվում Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկ կառուցելու համար։ Իրանի հետախուզությանը հաջողվել է ձեռք բերել իսրայելական միջուկային ծրագրին վերաբերող փաստաթղթերի գաղտնի արխիվը, որը շուտով կհրապարակվի։ Երկու շաբաթ առաջ Իսրայելը հայտնել էր 2 հոգու ձերբակալության մասին։ Հնդկաստանի հարավային ափերի մոտ Սինգապուրի դրոշի ներքո նավարկող կոնտեյներային նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 5 նավաստի վնասվածք է ստացել, 4-ն անհետ կորել։ Հայաստանի պարաբասկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե եւ 6 բրոնզե մեդալով վերադարձել է Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր արդյունքների առթիվ, ընդգծելով, որ նրանց հաղթանակները շատ ոգևորիչ են։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 9-ից 10 աշխատանքային այցով կգտնվի Նիցայում ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը COP17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ եւ Ֆրանսիայի ագնահարարի հրավերով Միրզոյանը Նիցայում կմասնակցի ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Ծրագրված է նաեւ երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ Արդեն կայացել է Միրզոյանի հանդիպումը ֆրանսիացի գործընկերոջ հետ։ Ուրախ եմ տեսնել իմ լավ գործընկերոջն ու բարեկամին Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիցայում։ Մեր ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում ՄԱԿ-ում հարստացնում է մեր օրակարգը եւ հաջողության գրավականը մեր առաջնահերթությունների իրականացման գործում, ինչպիսին է հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք COP17-ը, գրել է Միրզոյանը իր X-ի էջում։ ՄԱԿ-ի համաժողովին մասնակցելու նպատակով հունիսի 9-ից 11-ը Ֆրանսիայում կգտնվի նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Վագն Խաչատուրյանը։ Նա հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այս ընթացքում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ տարբեր պետությունների ղեկավարների եւ գործընկերների հետ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական եւ միջազգային գործակցության օրակարգային հարցեր։ Առաջիկա օրերին ճանաչողական այցով էլ Հայաստանում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ։ Այսօր պատվիրակության ընդունել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը եւ ներկայացել Հայաստանի զինված ուժերում ընթացող բարեփոխումները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության առնչվող հարցեր։ Այլ թեմաներ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, միջնորդելով խորհրդանին թույլ տալ ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել։ Այս մասին տեղեկացրել են գլխավոր դատախազությունից, իսկ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարը հայտնել է, որ հարցը կներառվի ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ։ Իրանի հետախուզությանը հաջողվել է ձեռք բերել իսրայելական միջուկային ծրագրին վերաբերող փաստաթղթերի գաղտնի արխիվը, որը շուտով կհրապարակի, ինչպես հայտում են տեղի լրատվամիջոցները, հայտարարել է Իսլամական Հանրապետության հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը, արխիվը որակելով գանձ, որը կբարձրացնի երկրի հարձակողական կարողությունները։ Երկրի պետական հեռուստաընկերության հաղորդմամբ փաստաթղթերը պարունակում են գաղտնի տեղեկություններ Իսրայելի պաշտպանական կարողությունների, նաև հրեական պետության, Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հետ հարաբերությունների մասին։ Նշվում է, որ արխիվը բաղկացած է հազարավոր առանձին փաստաթղթերից։ Երկու շաբաթ առաջ Իսրայելը հայտնել էր 2 հոգու ձերբակալության մասին։ Նրանք կասկածվում են Իրանի հետախուզական ծառայությունների համար տեղեկություններ հավաքագրելու մեջ։ Նրանք հիմնականում գործել են այն քաղաքում, որտեղ ապրում է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Հնդկաստանի հարավային ափերի մոտ Սինգապուրի դրոշի ներքո նավարկող կոնտեյներային նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 5 նավաստի վնասվածքներ է ստացել, 4-ը անհետ կորել։ Անձնակազմի 22 անդամից 18-ին հաջողվել է փրկվել, հայտնել է Հնդկաստանի ափային պահպանության ծառայությունը։ Պայթյունի պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում։
Ռուսական զորքերի առաջխաղացումը Դնեպրոպետրովսկի մարզում շարունակվում է, այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, պնդելով, որ զորքերի կենտրոն խմբավորմանը դեռ կիրակի օրը հաջողվել է հատել Դոնեցկի եւ Դնեպրոպետրովսկի մարզի սահմանը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը սակայն ռազմական գործողությունների Դնեպրոպետրովսկի մարզ տեղափոխվելու մասին տեղեկատվությունը հերքում է։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների, խռովությունները ճնշելու համար ցույցերին մասնակցել են ազգային գվարդիայի առաջին զորքերը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ Լոս Անջելեսում ապօրինի միգրանտների արտաքսման դեմ բողոքող ցուցարարների հետ բախումների պատճառով կտեղակայվի 2000 գվարդիական։ Պենտագոնի ղեկավարը չի բացառել բանակի կիրառումը, Փիթեքսեդը զգուշացրել է, որ Պենտագոնը պատրաստ է Լոս Անջելես ուղարկել բանակային ստորաբաժանումներ, եթե բռնությունները շարունակվեն։ Երկրորդ օրն անընդմեջ ԱՄՆ միգրացիոն եւ մաքսային ծառայության դաշնային գործակալները բախվել են ցուցարարների հետ Լոս Անջելեսի հարավ-արևելքում գտնվող Paramount թաղամասում, այդտեղ ավելի քան 80%-ը լատինոամերիկացիներ են, ամբողջացրելու համար օգտագործվել են հարցունքաբեր գազ եւ լուսաձայնային նռնակներ, ցուցարարների հազարավոր մասնակիցներ դուրս են եկել փողոցներ ի նշան բողոքի ազգային գվարդիայի տեղակայման դեմ։ Նրանք փակել են քաղաքի խոշոր ավտոմայրուղիներից մեկը, հրկիզել մեքենաներ, իսկ իրավապահ մարմինները ամբողջացրելու նպատակով կիրառել են հարցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ լուսաձայնային նռնակներ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Լոս Անջելեսում բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումներին։ Թրամփը հայտարարել է, որ նախկինում մեծագույն ամերիկյան քաղաքը գրավել է ապօրինի միգրանտների կողմից։ Հիմա բռնի ապստամբ ամբոխները հարձակվում են մեր դաշնային գործակալների վրա, փորձելով խոչընդոտել արտաքսման գործողություններին։ Սակայն այս ապօրինի խռովությունները միայն ամրապնդում են մեր վճռականությունն, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Նա հայտարարել է, որ հանձնարարել է ներքին անվտանգության եւ պաշտպանության նախարարներին, նաեւ գլխավոր դատախազին արկեր բոլոր անհրաժեշտ միջոցները Լոս Անջելեսը միգրանտների ներխուժումից ազատելու եւ խռովություններին վերջ դնելու համար։ Կարգը կվերականգնվի, ապօրինի միգրանտները կարտաքսվեն եւ Լոս Անջելեսը կազատագրվի, հավելել է Թրամփը։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը ճգնաժամ է ստեղծել եւ ավելի է վատթարացնում իրավիճակը Լոս Անջելեսում, որտեղ օրեր շարունակ բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Նահանգապետը նաեւ կոչ արել ԱՄՆ նախագահին հետ քաշվել։ Նյուսոմը նշել է, որ իրավախախտները կձերբակալվեն եւ տեղական պաշտոնյաները պլանավորում են ապահովել խաղաղ ցուցարարների եւ օրենքի շրջանակներում գործող իրավապահ մարմինների աշխատակիցների անվտանգությունը։ Ժողովրդավարությունը վտանգված է, Դոնալդ Թրամփը ձեզ օգտագործում է որպես պատրվակ քաղաքը կանացնելու եւ մեր ժողովրդավարությունը շրջանցելու համար։ Թրամփը պետք է նահանջի, սոցիալական ցանցում գրել է նահանգապետը։ Մոսկվան հայտարարում է, թե ռուսական զորքերը ընդհուպ մոտեցել են կենտրոնական Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանին եւս մեկ բնակավայր գրավելով Դոնեցկի շրջանում։ Ուկրաինան այս հայտարարություններին դեռ չի արձագանքել, չնայած խնդրի կարգավորման շուրջ բանակցություններին Ռուսաստանը շարունակում է առաջընթացն Ուկրաինայի տարածքում։ Անցած միայն մեկ ամսում ռուսական զորքերը ավելի քան 190 քառակուսի կիլոմետր է գրավել Սումիի շրջանում, հաղորդում է Reuters-ը։ Բաց աղբյուրների համաձայն հունիսի 7-ի դրությամբ Ռուսաստանն օկուպացրել է Ուկրաինայի տարածքի 113273 քառակուսի կիլոմետր կամ 18.8%, սա ավելի մեծ տարածք է, քան ԱՄՆ Վիրջինիա նահանգը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել Մոսկվայի հետ գերիների փոխանակման պլանները, թեև կասկած է հայտնել հաջող արդյունքի հնարավորության վերաբերյալ։ Նա նշել է, որ Ռուսաստանը դեռ չի տրամադրել այն ամբողջական ցուցակները, որոնք անհրաժեշտ են ըստ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածության ավելի քան 1000 անձի փոխանակման համար։ Ըստ նրա ռուսական կողմը փորձում է անգամ նման հարցերը վերածել կեղտոտ քաղաքական եւ տեղեկատվական խաղի։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ եթե Կրեմլը չկատարի պայմանավորվածությունները նույնիսկ նման մարդասիրական հարցերում, դա լուրջ կասկածի տակ կդնի բոլոր միջազգային ջանքերը։ Շարունակում ենք թողարկումը, ազգային ժողովը շարունակում է 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին զեկույցների նախնական քննարկումները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն իր ելույթում որպես հաշվետու տարվա հատկանշական ձեռքբերում առանձնացրել է հատկապես էներգետիկայի ոլորտում իրականացված աշխատանքները։ Ըստ այդմ ընթացիկ տարում այս ոլորտին հատկացվել է 19 միլիարդ դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 18.3 միլիարդ, բյուջեի կատարողականը եղել է մոտ 96%։ Գումարը ծախսվել է 4 խոշոր ծրագրի իրականացման նպատակով, այդ թվում Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկ կառուցելու համար։ Նախարարի տեղեկացմամբ սույն ծրագրի շրջանակում կառավարությունը հիմնել է նաև ատոմային նոր էներգաբլոկի կառուցում Փակ բաժնետիրական ընկերությունը, որն այս պահին գտնվում է կադրային համալրման փուլում, իսկ ՀԱԵԿ-ի արդիականացման եւ վերազինման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը։
Շարունակվում են նաև Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի եւ ենթակառարանի կառուցման աշխատանքները, որոնք իմիջիայլոց այս օրերին էլ լայն թափով ընթանում են, պիտի ասեմ, որ աշխատանքների շուրջ 80%-ը ավարտված է, ավարտվել են նաև Մասրիկ 1 55 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքները, կայանը միացված է ցանցին փորձնական կարգաբերման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Հաշվետու տարում շարունակվել են ՀԱԵԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի մինչեւ 2026 թվականի երկարաձգման միջոցառումները, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով շարունակում են աշխարհում գործող միջուկային տեխնոլոգիաների, այդ թվում մոդուլային ռեակտորների ուսումնասիրությունները, այդ նպատակով նախորդ տարի կառավարությունը հիմնել է Փակ բաժնետիրական ընկերություն, որն այս պահին կադրային համալրման փուլում է։ Ուսումնասիրության արդյունքում կհստակեցվի նախատեսվող միջուկային էներգաբլոկի մոդելը, այդ թվում Հայաստանի էներգահամակարգի հետ դրա համատեղելիության, հզորության, ֆինանսավորման կառուցվածքի հետ կապված հարցերը։ Հաջորդիվ զեկույցով է հանդես եկել նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տնտեսական աճի ցուցանիշների մասով ըստ նախարարի զեկուցման Հայաստանը այս պահի դրությամբ արձանագրել է մոտ 6% աճ, ՀՆԱ-ն առաջին անգամ գերազանցել է 10 տրիլիոն դրամը, մասնավորապես մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն այժմ կազմում է 8500 ԱՄՆ դոլար, այնինչ 2023-ին այն 8100 ԱՄՆ դոլար էր։ Սա նախարարի գնահատմամբ բավականին մեծ առաջընթաց է։ Պապոյանը նաև ներկայացրել է աճի դինամիկան ըստ ոլորտների։ Արդյունաբերությունը 3.1%-ով է աճել, գյուղատնտեսությունը 1%-ով, ծառայությունները 5%-ով, առևտուրը 16.8%-ով, իսկ շինարարությունը 13.5%-ով։ ՀՆԱ-ի կառուցվածքը, եթե դիտարկենք, սա շատ կարևոր ցուցանիշ է իմ կարծիքով, օրինակ 18-ը համեմատենք 24-ի հետ, 18 թվականին արդյունաբերությունը 39.2% էր, արդեն 24-ին 45.2%, ուրեմն հաջորդը ներկայացնեմ օրինակ գյուղատնտեսության ծավալը, ինքը 13.9% էր 18-ին, արդեն 24-ին 7-ին, այստեղ թվում է թե կրճատում կա իրականում, տնտեսության մյուս ճյուղերն են ավելի արագ աճել, այստեղ պետք է դա ֆիքսենք, քան գյուղատնտեսությունը եւ գյուղատնտեսության մասնաբաժինը փոքրացել է, եւ ես կարծում եմ, որ այն տեսլականը, որ մենք ունենք ապագայի հետ կապված, դա ինտենսիվ տոխմային տնտեսություն, որը մոտավորապես հենց այսքան մասնաբաժին պետք է իմ կարծիքով ունենա, ոչ ավել, որովհետեւ թվայնացման, տնտեսական զարգացումների եւ այլնի համատեքստում կարծում եմ, որ այդտեղ կարևոր դերակատարումներ պետք է լինի։ Հայաստանի հարկատուները սկսել են ավելի շատ հարկ վճարել, սա պարզ է դառնում պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի ներկայացրած հաշվետվությունից, համաձայն որի հավաքագրված հարկային եկամուտներն այս տարվա առաջին 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 14.4%-ով կամ 142 միլիարդ դրամով։ Հակոբյանի խոսքով այս ցուցանիշը առաջանցիկ է նաև տնտեսական աճի տեմպից, ինչը նշանակում է, որ հարկեր ՀՆԱ հարաբերակցության տեսանկյունից բարելավումները արդեն սկսվել են։ Պետք նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր հարկատուներին պետական պարտավորությունները բարեխղճորեն կատարելու համար, նաև խոսել հարկատուներին հետվճարի վերադարձի մասին։ Եթե խոսենք օրինակ 5 ամիսներից արդեն բավական բարձր աճեր ունենք եւ այդ իմ ասացի վկայությունն է, որ մենք հիմա արդեն հավաքագրումներում մեծ տեմպ ենք հաղորդել, մոտավորապես 142 միլիարդ հունվար մայիսով ավելացում կա, որը 14.4%-ով աճ է ենթադրում, եւ ես սրա համար ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել բոլոր հարկվճարողներին, եւ դա նաեւ առաջանցիկ է տնտեսական աճի տեմպից, ինչը նշանակում է, որ հարկեր հնարացուցանիշի տեսանկյունից արդեն բարելավումները սկսել են։ Նշեմ նաև, որ 24 թվականին մոտ 392 միլիարդ վերադարձ է տեղի ունեցել հարկ վճարողներին, որի մեջ մեծ մասը, նախ 81%-ով աճ, 29.3 միլիարդով աճ ունենք, մեծ մասը իհարկե այստեղ խոսքը հիպոթեկի տոկոսագնումների դիմաց եկամտային հարկի վերադարձի մասին է, որը աճել է 32%-ով կամ 16.6 միլիարդ դրամով։ Նորդ Մարաշ բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում ամեն տարի անցկացվում է արիթմոլոգիական ֆորում 2025 գիտաժողովը։ Նպատակն է բժիշկներին ծանոթացնել արիթմոլոգիական ոլորտում վերջին նորություններին, ներկայացնել սրտի ռիթմի խանգարումների վարման ժամանակակից մոտեցումները, միջամտական էլեկտրաֆիզիոլոգիայի բնագավառում վերջին նորությունները։
Սրտի ամեն զարկը պարզապես կենսաբանական ռեֆլեքս չէ, այն կյանքի ռիթմն է, իսկ երբ այդ ռիթմը խանգարվում է, մարդկային կյանքը վտանգի տակ է հայտնվում։ Խոսքը մարդկային առողջության ամենազգայուն ոլորտներից մեկի սրտային առիթմիաների մասին է։ Այդ մարտահրավերների դեմ պայքարում են նեղ մասնագիտացում ունեցող բժիշկները, առիթմոլոգները։ Հենց նրանց ուսերին է ծանրացած ախտորոշման, միջամտության ու հետվիրահատական հսկողության ամբողջ փուլը։ Չէ՞ որ առիթմոլոգը պարզապես սրտի բժիշկ չէ, նա կյանքի ռիթմի վերահսկողն է։ Հայաստանում շարունակում է սիրտանոթային հիվանդություններից մահացությունը մնալ առաջին տեղում, իսկ վարիկարդիական առիթմիաներ ախտորոշվում են յուրաքանչյուր 4-րդ սրտային հիվանդ ունեցող քաղաքացու մոտ։ Ամենատարածվածներից են փորոքային ֆիբրիլյացիան եւ բրադիկարդիան։ Շողացող առիթմիան բավականին լուրջ եւ մտահոգիչ խնդիր է, հատկապես այն հիվանդների համար, ովքեր գրում են սրտային վիրատության, բաց սրտային վիրատության, եւ բավականին լուրջ հարցադրված սրտային վիրահատության ժամանակ փորձել շողացող առիթմիայի համար եւս լուծում գտնել։ Եվ այն հիվանդներն, ովքեր որ սրտի բաց վիրահատության ժամանակ նաև շողացող առիթմիայի վիրահատություն են ունենում, բավականին շահում են եւ կյանքի լավ որակ են ունենում եւ հեռու են մնում շողացող առիթմիայի հետ ասոցացված խնդիրներից։ Սրտային վիրահատության գնացող հիվանդների 30%-ը շողացող առիթմիա ունեն։ Նրանք, ովքեր գնում են միտral փականի վիրահատության, նրանց 50%-ը շողացող առիթմիա ունեն։ Նրանք, որոնք ովքեր գնում են կորոնար շնտավորների, նրանց 3%-ը շողացող առիթմիա ունեն։ Լավագույն լուծումը բաց վիրահատության ժամանակ դա այսպես կոչված մեյս պրոցեդուրան է, որը լաբիրինթ պրոցեդուրան է, դա իրանից ներկայացնում է շողացող առիթմիայի օջախների բլոկավորում եւ արդյունքում հիվանդը շանս է ունենում սովորական իր նորմալ սինուսային ռիթմով ապրելու։ Ըստ առողջապահության նախարարության 2024 թվականի տվյալների Հայաստանում առկա է ընդամենը 20-ից պակաս ակտիվ գործող առիթմոլոգ։ Նրանցից միայն 8-ից 10-ն են, որոնք իրականացնում են միջամտողական բուժում, այդ թվում կաթետերային աբլյացիա կամ կարդիոստիմուլյատորի տեղադրում։ Միջինում ամեն տարի աբլյացիայի միջամտություն իրականացվում է մոտ 800-ից 1000, իսկ կարդիոստիմուլյատոր տեղադրվում է 400-ից 500 բուժառուի վրա։ Միայն 2024 թվականին Նորքմարաշ բժշկական կենտրոնում կատարվել են մոտ 550 առիթմոլոգիական միջամտություններ։ Պացիենտների քանակը տարեստարի գնալով աճում է, եթե 2017-18 թվականներին, երբ որ նոր էինք մենք Նորքմարաշում սկսում միջամտությունները կատարել, մեր տարեկան շարժը կազմում էր վիրահատական առումով մոտավորապես 200, իսկ հիմա արդեն մոտենում է 600-ի, որը շատ լավ տվյալներ են։ Վերջին տարիներին այս ոլորտը թևակողել է տեխնոլոգիական զարգացման նոր փուլ։ Էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտության եւ աբլյացիայի համար բժշկական կենտրոնները համալրվել են մոդեռն համակարգերով, իսկ արտեզագրման արդի համակարգերը հնարավորություն են տալիս առավել ճշգրիտ միջամտություններ իրականացնել։ Սրտաբանությունը մեր առողջապահության առաջատար ճյուղերից մեկն է, այն արագ զարգացող գիտությունը, որտեղ բուժման ինվազիվ եւ ոչ ինվազիվ մեթոդներն արագ են փոփոխվում։ Բարեբախտաբար մեր հանրապետությունում կան բարձրակարգ մասնագետներ, որոնք կիրառում են առկա ժամանակակից մոտեցումներ, իսկ հիվանդանոցները վերազինված են արտիսարքավորումներով։ Եթե 10-15 տարի առաջ մեր համար նախաստատերի ֆիբրիլյացիա կամ նույն շողացող առիթմիայի աբլյացիան դա համարվում էր երազանք, իսկ օրինակ փորոքային տախիկարդիայի աբլյացիայի մասին ընդհանրապես չէինք խոսում, որովհետև դա լրիվ անհասանելի էր։ Ներկայումս դրանք երկուսն իրականություն են, որը որ մեր մոտ ռուտին ձևով ամենօրյա կարգով կատարվում է եւ նախաստատերի ֆիբրիլյացիայի աբլյացիան, եւ փորոքային տախիկարդիայի աբլյացիան, եւ մանկական աբլյացիաները, որոնք որ ժամանակին ընդհանրապես մենք չէինք էլ կարող երազել, որ կատարվեն, հիմա ռուտին ամենօրյա գրաֆիկով կատարվում են։ Սրտաբան առիթմոլոգների, թերապևտների, ընտանեկան բժիշկների համար սրտի ռիթմի խանգարումների ոլորտում եղած նոր արարությունների, նոր եվրոպական ուղեցույցների, պրակտիկ մոտեցումների, փորձի փոխանակման նպատակով Նորքմարաշ բժշկական կենտրոնի կողմից կազմակերպվեց առիթմոլոգիական ամենամյա հերթական ՆՄԲԿ առիթմոլոգիական ֆորում 2025 գիտաժողովը շուրջ 200 բժիշկների մասնակցությամբ։ Նպատակն է բժիշկներին ծանոթացնել առիթմոլոգիական ոլորտում վերջին նորություններին, ներկայացնել սրտի ռիթմի խանգարումների վարման ժամանակակից մոտեցումները, միջամտական էլեկտրոֆիզիոլոգիայի բնագավառում վերջին նորությունները։ Այսօր ունենք բավականին մեծ եւ ծավալուն ծրագիր վերաբերված սիրտանոթային հիվանդությունների եւ արիթմիայի, նրանց բուժումների, վիրաբուժական մոտեցումների, պլաններ ունենք կիսվել մեր ձեռքբերումներով, մեր փորձով ընդհանուր ներկայացնել որոշ ակադեմիական գիտելիքներ, ամբողջ աշխարհի կողմից ներկայացված վերջին հետազոտությունները։ Այս տարվա ֆորումի նորությունը այն է, որ մենք ունենք նաև բավականին մեծ ծրագիր պրակտիկ դասընթացներ սրտի ռիթմավար սարքերի վերաբերյալ։
Նման գիտաժողովներին եւ հասարակության շրջանում իրազեկման աշխատանքներին զուգահեռ կառավարությունն էլ իր հերթին ներդնում է պետական ծրագրեր, որոնց շնորհիվ հիվանդության ախտորոշումն ու բուժումը հասանելի է դառնում քաղաքացիներին։ Վերջին տարիների ընթացքում ներդրվել են պետական ծրագրեր, որոշակի պետական ծրագրեր, որոնք թույլ են տվել շատ ծանր հիվանդներին տեղադրել շատ թանկարժեք սարքավորումներ սրտի մեջ, որոնք թույլ են տալիս երկարացնել նրանց կյանքը, բարելավել նրանց կյանքի որակը։ Բժիշկները հորդորում են ցանկացած սրտխփոցի, ուշագնացության, գլխապտույտի, կոորդինացիայի խախտումների դեպքում միանշանակ դիմել բժշկի, քանի որ շատ հաճախ դրանց տակ թաքնված է սրտի ռիթմի խանգարումը, որն անմիջական սպառնալիք է կյանքի համար։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Վեոլա ջուրընկերությունը Արմավիր համայնքի Արագած բնակավայրում վերակառուցում է գյուղի ջրամատակարարման ցանցը։ Վեոլա թիմի աշխատակիցները համայնքում կառուցում են 16 կիլոմետր երկարությամբ նոր ջրագծեր, հին ու քայքայված խողովակները փոխարինելով 25-ից մինչև 160 մմ տրամաչափի նոր պոլիէթիլենե խողովակներով։ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով ընկերությունը 347 միլիոն դրամ ներդրում է կատարում։ Ջրի կորստի նվազում, ջրամատակարարման բարելավում, ճնշման ավելացում։ Արմավիրի մարզի Արագած գյուղում ջրաշինարարական իսկական եռուզեռը ցույց է տալիս, որ Վեոլիա ջուրընկերության ջրամատակարարման ցանցի վերակառուցումը տալու է այս արդյունքը։ Ընկերության կապալառու կազմակերպությունը համայնքի հին ու քայքայված ջրագծերը 16 կիլոմետր երկարությամբ փոխարինում է 25-ից մինչև 160 մմ տրամաչափի նոր պոլիէթիլենե խողովակներով։ 680 բաժանորդների ջրաչափական հանգույցներ կտեղադրվեն սահմանազատման կետեր, ապահովելով ավելի ճշգրիտ ջրաչափում եւ համակարգի արդյունավետ կառավարում։ Տվյալ աշխատանքների համար պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով ընկերությունը 347 միլիոն ներդրում է կատարել։ Հին համակարգը շատ մաշված վիճակում էր գտնվում, կային վթարներ, թե թաքնված, թե բաց վթարներ, որոնց դրանց վերականգնման համար բավականին շատ գումարներ են ծախսվում, որի համար ուզում ենք համակարգը բերենք ավելի կառավարելի, ավելի հստակ, ավելի գոտիավորված վիճակում ունենալու մի համակարգ, որը ավելի հեշտ կլինի սպասարկել, համակարգել։ Համայնքի ջրամատակարարման հին համակարգը բավականին մաշված է, բնականաբար վթարներն էլ հաճախակի են հանդիպում, իսկ ջրագծերն էլ անցնելով անհատական տնտիրությունների տարածքներով էլ ավելի են բարդացնում տեխնիկական սպասարկումը։ Հետևաբար տարածքի թե թաքնված, թե բաց վթարները խնդրահարույց են դարձնում շահագործման աշխատանքները։ Հաճախակի են լինում վթարներ, ամսական մոտ 20-30 վթար ենք ունենում, որոնց 80-ից 90%-ը գաղտնի վթարներ են, դուրս չի գալիս գրունտից, ինչը դժվարացնում է վթարների վերացումը, անգամ որն էլ հայտնաբերվում է, վերանորոգելը բավականին բարդ է, քանի որ խողովակը փտած է, երակցում անել չի լինում, ստիպված ղետինով փաթաթում ենք, որպեսզի կարողանանք կանխել արտահոսքերը։ Գյուղում ջրակորստի ծավալը մեծանում է հատկապես ամռան ամիսներին, երբ վթարներին ավելանում է ոռոգման շրջանը, վայրկյանում 25 լիտր, ինչը բավականին մեծ ցուցանիշ է։ Այս համակարգից ծնվում է 5 գյուղ, որից մեկը Արագածն է, ընդհանուր մատակարարումը 55 լիտր վայրկյան ջուր, որից 25 լիտրը մենակ Արագած գյուղին։ Այդքանով հանդերձ ջրամատակարարումը բավականին վատ է։ Կորուստների պատճառով ճնշումները ցածր են, որոշ հատվածներում ջրանջատումներ ենք ունենում, շոկ ամիսներին։ Այս աշխատանքների շնորհիվ ընկերությունը նախատեսում է Արագածում տնտեսել վայրկյանում 15 լիտր ջուր։ Բնակիչներն իրենց գոհունակությունն են արտահայտում Վեոլիա ջուրընկերության աշխատանքներից, քանի որ վաղուց էին սպասում որակյալ ջրամատակարարման։ Վերջապես այսպիսի մեծածավալ ջրաշինարարական աշխատանքների շնորհիվ իրականություն է դառնում տարիներով անիրագործելի թվացող ցանկությունը։ Հիմա գիտեն, որ Վեոլիա ջուրընկերությունը ֆինանսական մեծ ներդրումներ կատարելով համակարգի խնդիրներին արմատական լուծում է տալիս։ Աշխատանքները սկսել ենք մայիս ամսին այս տարվա եւ նախատեսում է ավարտել 26 թվականի գարնան սկզբին։
Գյուղական բազմաթիվ բնակավայրերի բաշխիչ ցանցերի անմխիթար վիճակի մասին ընկերությունը ոչ միայն բարձրաձայնում է, այլև գործուն քայլերով գնում դրանց լուծման ճանապարհով։ Արագած համայնքը դրած հայտուն օրինակն է։ Այստեղ իրականացվող մեծածավալ աշխատանքների արդյունքում կունենա բարելավված եւ կառավարելի ջրամատակարարման համակարգ, ջրաքանակի սպառման կառավարում, վարկյանում 15 լիտր ջրաքանակի խնայողություն։ Իսկ բաժանորդների կողմից սպառած ջրի վճարումներից հավաքագրված գումարները կստեղծեն հնարավորություն հետագա ներդրումային ծրագրերի իրականացմանը։ Չէ՞ որ այս անդադար աշխատանքների նպատակն է Հայաստանում ջրակորստի նվազեցումը եւ տնտեսված ջրաքանակը բնակիչներին ուղղելը, ինչն էլ հետագայում կնպաստի ջրամատակարարման տևողության ավելացմանը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։